Իսկ հիմա ես ուզում եմ խոսեմ Կուբայում երբ մեկնավակ մոտենում է դեպի Կուբա, այստեղ տեսնում եք, այսպես Ֆլորիդան այստեղ է, Կուբան գիտեք 90 մայլզ հեռավորության 130 մոտարապես 35 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Կուբայի Ֆլորիդան, բայց դեռ կոմունիստ երկիր է, նախագահ Թրամփի հրամանով պաշարեն են շրջապատը, որպեսզի ավել ճնշում լինի Կուբայի վրա, այդ կոմունիստ ռեժիմը տապալվի, այդ նախագահ Թրամփի հիմա աշխատանքն է, եւ Վենեսուելան այն երկրներից էր, որ Կուբային օգնում էր շատ ցածր գնով նավթ էր իրենց հատկացնում, բայց հիմա շատ դժվարության մեջ են, ամենայն դեպս կրակում են կուբացիները 4 ամերիկացի մահանում են։ Ես այստեղ հիմա տեսանյութ շարունակենք, դեռ հստակ չի, որ ովքեր էին, ինչ էր պատահում, տեսեք մարդիկ այնքան աղքատության մեջ են, աղբի միջից, Կուբայում աղբի միջից աշխատում է մի բան գտնի, որ կարողանա իր եւ ընտանիքին ուտելիք, այսինքն հասցնի, այսպես տեսնում եք Կուբայի նավն է, այստեղ J.D. Vance այդ մասին խոսում է եւ նաեւ Պաշտպանության նախարարը այս արտգործ նախարարը այս երկրի ասում է մենք դեռ չենք հստակացել։ Ուրեմն 4 հոգի սպանվել են, 6 հոգի ուրիշ վիրավորվել են, speedboat, մեկ արագաշլաց նավակ, որը Ֆլորիդայում գրանցված այս նավակը գալիս է շատ մոտենում է Կուբային, որտեղ որ կուբացիները, այսինքն զինվորականները այնտեղի կրակում են իրենց վրա։ Այստեղ տեսնում եք նախագահ Թրամփը ասում է ինքը տեղակ չի ինչ է պատահել, բայց ասացի փոխնախագահը Մարկո Ռուբիո ասել էր, որ ուսումնասիրում ենք տեսնենք ինչ է։ Ուրեմն Կուբայի բորդերին, սահմանի վրա այդ մոտենում է այդ նավակին, այդ նավակի միջից կրակում են կուբացիների վրա եւ նրանք կրակում են անձիքի վրա նավով մոտեցել էին, ինչ որ քիչ առաջ ասացի 4 հոգի մահանում են, 6 հոգի վիրավորվում են, այստեղ արտգործ նախարարից են հարց տալիս, լրագրողները ասում են մենք դեռ չգիտենք հստակ ով կամ ովքեր էին այդ նավակի մեջ, այստեղ տեսնում եք կուբացիները, միշտ աղքատ է եղել երկիրը, բայց նամանավանդ հիմա անհավատալի վիճակում են, այսպես տեսնում եք չքավորներ են, բոլորը չքավոր են դարձել այս երկրի պաշարման հետևանքով, ինչ որ նախագահ Թրամփը հրաման է տվել։ Ես ուզում եմ շարունակել խոսել ձյուն է տեղի ունենում արևելյան նահանգներում, որոշ տեղերում նաև հրդեհ է տեղի ունենում, այսպես տեսնում եք նաև ցան մեջ նաև պայթուն է տեղի ունեցել, այսպես տեսնում եք գազի սառած է եղել, հետո այսպես մեկ տան մեջ Մասաչուսեթում տեսնում եք Թաունթոն քաղաքում էր եւ հիմա մենակ Մասաչուսեթ չի, որ դժվար այնքան ձյուն է եկել, իջել է, չեն կարողանում ոչինչ, անգամ fire department-ը ջուրը սառում է, դժվար կացություն է լինում, Նյու Յորքում ծառի ճյուղերն է կոտրվում են եւ այսպես հարվածում են մարդկանց, վնաս են հասցնում, ինչ որ հիմա տեսնում եք Նյու Ջերսիում մի տանիքը ռուֆը թափվել է, բնակարանի վրա թափվել է, Ռոդե Այլենդում այստեղ տեսնում եք նաեւ աշակերտները մեկ այսինքն դժվարություն են մեկ աշակերտ իր թելեֆոնը այստեղ ցանտակ մնացել է իր թելեֆոնը չարժ է անում այսպես տեսնում եք այս երիտասարդին Ռոդ Այլենդի քոլեջի աշակերտը մահանում է մեքենայի մեջ երբ որ իր մեքենան այսինքն թելեֆոնը ուզում էր չարժ անել մեքենայի մեջ carbon monoxide հավաքում է հիմա տեսնում եք այդտեղ սա Ամերիկայի տանիքը տեսնում եք մեծ մասամբ այդ արևելյան մանավանդ նահանգներում այստեղ են անում որ
հարթ չի, այլ անկյունային է կամ անգլով է, որ եթե ձյուն իջնում է, ինքը վայր կա, ձյունը իջնի, և եթե շատ ձյուն կա, այս տանիքը փլվում է, տեսնում եք բոլոր այդ արևելյան նահանգներում տեսնում եք տանիքը այսպես հարթ չի, այլ այսպես անգլ ունի, այսպես տեսնում եք, որ ձյունը սովորաբար իջնի, բայց այնքան ձյունը եկել մնացել է, որ դրա համար մտահոգ են մաքրում են, որովհետև կարող է բնակարան այդ ծանրությունը փլի այդ շենքը դժվարկացության մեջ դնի։ Այսպես է նաև Staten Island Նյու Յորքի, որ ձյունը այնքան հավաքվել է, չեն կարող տնից դուրս գան անգամ։ Ես մի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից խոսեմ նախագահի երեք միության երկրի վիճակն էր բացատրում, դրան վերաբերող հարցեր ձեզ այստեղ տեղեկացնեմ։ Իսկ ծրագիրը հովանավորում է Էլին Մարտիրոսյանն է հովանավորում ծրագիրը, փաստաբան է, եթե որևէ վնաս է ձեզ հասնում, injuries, մեքենայի վնաս է եղել, ավտովթար եք ունեցել, այդ հարցերով կարող եք զանգարել այս հեռախոսահամարին, իր հետ խորհրդակցեք։ Իր գրասենյակ գտնվում է 611 North Brand փողոցի վրա է Գլենդելում, ուրեմն եթե accident ունենաք, զանգարեք այս հեռախոսահամարին։ Central Avenue Pharmacy հովանավորում է ծրագիրը։ Իրենց Կալիֆոռնիայի վրա տեղատունը տարիներ աշխատում է, դոկտոր 35 տարի է որպես տեղագործ աշխատում է, իրենց նոր կենտրոնը, իր դուսը նաև տեղագործ է, նոր կենտրոնը բաց են արել Sunland քաղաքում, բայց անմիջապես Թահանգայի հարևանության է։ Եթե զանգահարեք, այս հեռախոսահամարն է, զանգահարեք, ինքը կպատասխանի անձամբ ձեր հեռախոսը և ձեր տեղերը կարող են ղրկել ձեր տուն, կամ դուք գնացեք այս տեղատունը, տեղերը վերջեք։ Եթե դուք բնակվում եք Sunland, Թահանգա, Սիլմար, Սիմի Վալի, բոլոր այդ շրջաններում կարող եք զանգահարեք ձեր այդ տեղերը պատվիրեք իրենցից։ Ծրագիրը հովանավորում է Երևան Post հովանավորում է ծրագիրը։ Երևան Post ձեզ է առաջարկում, որ եթե մի pound, եթե ծանրոցը, այսինքն օդանավով ուզում եք ուղարկեք, մի pound-ը ամեն տեղ իրանց մոտ նաև $2.99 է։ Բայց եթե այնտեղ իմանուն նտակ $1.99-ով այդ ձեր ծանրոցը կտանեն Հայաստան կհասցնեն։ Ուրեմն ամենաէժանը կարող եք այդտեղ գտնեք Երևան Post-ում, որը Գրանադա Հիլզում է։ Գրանադա Հիլզում է գտնվում Երևան Post-ը, իսկ նավով, եթե մի ծանրոց իրենց հանձնեք, ինչքան որ գումարն է, $20, $30, երկու համահավասար այդ ծանրոցին ձեզ անվճար կարող եք ինչ-որ պիտույքներն, ինչ-որ կարիքն է ուղարկում եք Հայաստան, հանձնեք իրենց։ Ուրեմն եթե մի ծանրոց վճարեք $30, երկու $30 էլ ձեզ կտան, այսինքն $90 վճարելու փոխարեն ընդամենը $30 եք վճարելու։ Հիշեք, մի ծանրոց վճարեք, երկու ծանրոց համավասար անվճար ձեզ պիտի տան։ Երևան Post, նորից կրկնում եմ, Գրանադա Հիլզում է գտնվում, սա հեռախոսահամարն է հավելյալ տեղեկությունների համար։ Ծրագիրը հովանավորում է նաև Շահին Թուր հովանավորում է ծրագիրը։ Այսպես ճամփորդություն կազմակերպված է դեպի Ժապոնիա 10 օրվա համար $3690։ Հեռախոսահամարը տեսնում եք, իրենց հետ խոսեք կվերադառնան։ Երեք ձեզ հաղորդեցի, որ նախագահ Թրամփը իր տարեկան զեկույցը ներկայացրեց Ներկայացուցիչների տան և Սենեթի միասնական ժողովի, և այս ընդհանուր առմամբ, ինչպես միշտ ասել եմ, ես 26-րդ տարին է ծրագիր եմ անում, այդ ժամանակ պատկերացրեք այն ժամանակ Քլինթոններ, հետո մյուս նախագահները, նախագահ Թրամփն էր մի ժամանակ առաջ, Բայդենն էր կամ Օբաման չի տարբերում։
այստեղ մի կարևոր բան չեն ասում նախագահները միշտ նախքան իմ ծրագիրը սկսել Քլինտոնի ժամանակվանից դրանից նաև առաջ ամեն տարի նախագահները երկրի վիճակն են բացատրում State of the Union եւ այդտեղ մասամբ այնպես խոսքեր են ասում որ Ռիփաբլիկանները, եթե ռիփաբլիկան է նախագահ, եւ դեմոկրատը մի բան են ասում, դեմոկրատները բարձրանում են ներկայացնի տուն սենատի անդամները ծափարում են, մյուսները լուր են մնում։ Եթե դեմոկրատ նախագահ է, ուրեմն ռիփաբլիկանները լուր են մնում այդ օրենսդիր մարմինները, հիմա ռիփաբլիկանը դեմոկրատներն են լուր մնում այդտեղ։ Միթե մի բան ասի որ երկուսին կապ ունի։ Օրինակի համար այս հաքի թիմը Միացյալ Նահանգների հրավիրված են այդտեղ, ուրեմն դեմոկրատներ եւ ռիփաբլիկանները բարձրացան, այսինքն ծափահարեցին, գնահատեցին ամերիկյան թիմին, ինչ որ ոսկե մեդալին է արժանացել ծմերային օլիմպիկի խաղերի ժամանակ։ Հիմա նախագահ Թրամփը crazy ասած, հիմարներ ասած դեմոկրատներին որովհետև միտեղ ասաց, որ բարձրացեք եւ ծափահարեք, եւ բնականաբար նրանք չբարձրացան, որովհետև ասում է ինքը ասաց, որ ամենաերկար ծափահարությունը դրա համար էր, որ արդյոք դուք ուզում եք հովանավորեք, պաշտպանեք ամերիկացիներին, թե անօրինականներին։ Բնականաբար ռիփաբլիկանները բարձրացան, ծափահարեցին, դեմոկրատները լուր մնացին, դրա վրա էր որ նախագահ իրենց crazy համարեց, հիմար համարեց, անխելք համարեց եւ ահա ուրիշ նաեւ հայհոյանքներ։ Հիմա այնտեղ երկու այսպես գործիք է տրված որպես teleprompter, որ նախագահան մեկ կողմ է նայում, կարդում է, հետո մյուս կողմ է նայում, կարդում է։ Թրամփը այդ ինչ որ իրեն գրերին կարդում էր եւ երբեմն էլ դուրս դրանից դուրս ինչպես ասացի երբեք չեն գրել օրինակ մյուս կուսակցությունը հիմար են կամ անարգի խոսք երբեք նախագահները մանավանդ այդ ժողովում չեն ասում Թրամփը ասացի կարդում էր հետո գնում էր իր սիստեմի մեջ հայոյանք էր տալիս հետո նորից շարունակում կարդում էր ամենաերկարն է ինքը ռեկորդ կոտրեց 1 ժամ 47 րոպե եւ մի քանի վայրկյան խոսեց այդտեղ իսկ ինքը իր ռեկորդը կոտրեց որ անցյալ տարի 2025-ին մի ժամ 40 րոպե էր խոսել ուրեմն այս անգամ 7 րոպե մի քանի վայրկյաններ ավել խոսեց երկրի նախապես իհարկե իր փոխնախագահը J.D. Vance ասել էր երբ մենք երկիրը գտանք շատ վատ մեզ շատ վատ վիճակում էր մենք հիմա ամեն ինչը ճշտում ենք իսկ այնտեղ կտեսնեք նախագահի մեջքին երկու հոգի նստած են հիմա որովհետև ներկայացնի տան անդամները մեծամասնությունը ռիփաբլիկան են ուրեմն ներկայացնի տան խոսնակն է նստում այնտեղ սենատի ղեկավարը համարվում է երկրի փոխնախագահն է համարվում հիմա սենատում որովհետև ռիփաբլիկանները մեծամասնություն են, ուրեմն այդտեղ նստում է երկրի փոխնախագահը, ռիփաբլիկանները, ուրեմն երկուսն էլ այդտեղ ռիփաբլիկան անընդհատ, երբ որ իրենք բարձրանում ծափահարում են։ Իսկ մի քանի տարի առաջ էր, որ ես ցես բացատրում էի Բայդենի նաև երկրորդ թերմում, ուրեմն եթե դեմոկրատ անձը խոսում է, նա որ ռիփաբլիկանին ներկայացնում, սովորաբար նստում է, չի բարձրանում, չի ծափարում, եթե մի բան լինի երկու կողմին կապ ունի։ Այս մասին Կիրակի իհարկե ավել մանրամասնից կբացատրեմ, ամենայն դեպս այստեղ մուտք է գործում նախագահը այստեղ եւ ինչ որ ցեզ ասացի երկար ժամանակ խոսեց 1 րոպե 47 վայրկյան։ Իսկ հիմա 55%-ով մարդիկ կարծում են, որ նախագահը խոսեց անկարևոր հարցերի մասին 35%-ը երբ հանրության կարծիքը վերցրեն կարծում են որ կարևոր հարցերի մասին անդրադարձավ նախագահը այնտեղ առաջարկեց որ առանձնատուները միայնակ տուները ոչ թե ապարտման բիլդինգը միցև լինի որ չկարողանան մեծ ընկերությունները գնեն իսկ ինքը ասում է ես գիները իջեցրել եմ ուրեմն
մարդիկ ավելի քիչ են ծախսում, երբ գնում են grocery եւ այլն ուրիշ բաներ կնեն, ամեն ինչը իր օրոք էժանացել է, բայց ժողովուրդը այդպես չի մտածում, որ ուտելիք օրինակ էժանացել է։ Նաեւ Իրանի մասին բոլորը սպասում էին, որ Իրանի մասին խոսեն, անգամ արտասահմանյան երկրի ղեկավարներ սպասում են, որ խոսի, չխոսեց մինչև 1 րոպե 40 անց 3 րոպե ընդամենը խոսեց, այսինքն բոլորը կարծում են դա ամենակարևոր հարցն է, որ վաղը ըստ Թրամփի, եթե համաձայնության չկան Իրանի հետ, ուրեմն պետք է այնտեղ երկու աշխարհի ամենախոշոր ռազմանավերը տարերն են այնտեղ, որտեղ ամեն մեկի մեջ 5800 զինվորական կա եւ ուրիշ զինվորականներ, մինչ հիմա 2003 թվից այդքան չկա, այսինքն այդ ռազմանավեր զինվորներ միտեղ չեն եղել։ Մեկ ամենախոշոր նավը միջերկրականում է Իսրայելի սահմանին, որ Իսրայելին վնաս չհասնի, բայց եւ օգնեն այս պայքար պատերազմ եթե տեղի պիտի ունենա, իսկ Էբրահամ Լինքոլնը արդեն Իրանի սահմանում է։ Այստեղ տեսնում եք բնակարանների համար նաեւ արտահայտվեց նախագահը, հետո խոստացել է որոշ թաքսերի կրճատում է առաջարկել նախագահը, որտեղ մանրամասը ես նորից կանրադառնամ շաբաթավերջին, այստեղ մի հետաքրքիր ռեփաբլիկանների, այսինքն դեմոկրատների սենատորների ղեկավարն է Չակ Շումերին տեսնում եք, որ այսօր, երբ որ լրագրողներից CNN-ի լրագրող իրեն հարցնում էր, ասում է, որ սա ինչ որ Թրամփը ասաց State of Union չէր, այլ state of delusion, ուրեմն սա միության վիճակը չէր, որ ինչ որ խոսում էր Թրամփը, այլ վիճակն է իր մոլորության, մոլորված է, ասում է եւ այդ մոլորված իր վիճակն էր, անձնական վիճակն էր, որ այդտեղ դրսևորեց, ասում է այս դեմոկրատների ղեկավարը, եւ ասացի նախագահը իհարկե դեմոկրատներին տեսնում եք այստեղ մի կողմը սրահի ծափարում են, մյուս կողմը լուր նստած են։ Այստեղ մի երկու կիները դեմոկրատ ներկայացնի տան անդամներ են, երբ որ ասացի crazy եւ ուրիշ հայհոյանք տվեց դեմոկրատներին, այստեղ տեսնում եք բողոքում է, սովորաբար բոլորը լուր են մնում, նախագահները խոսում են, Էլի պատահերն է իհարկե, օրինակ Օբամայի ժամանակ մեկ ռեփաբլիկան ներկայացնի տան անդամ բարձրացավ իրեն բողոքում էր, հենց այստեղ նախքան ժողովը սկսի մեկ դեմոկրատ Green անունով, նախքան Թրամփը գա, այնտեղ բողոքում էր, բարձրացում էր, բարձրացնում էր, հետո նախագահ ասում է սրանք Իլհան Օմարը ներկայացնի տան անդամ է, Ռաշիդա Թայեբը, որը Պաղեստինցի է, տեսնում եք իր վզկապը նաև, եթե նայեք կամ այդ շալը ինչ-որ վզին է, Պաղեստինի տպավորություն ունի, երկուս բողոքում էին, ասաց սրանք ամերիկացիներ չեն, պետք է երկրից վրընդենք իրենց, ասում է նախագահը։ Հետաքրքիր է, որ աչում այդ մյուսը Աֆրիկայում է ծնվել, բայց Ռաշիդա Թայեբը Թալայեբը ավել շուտ ինքը ծնվել է այստեղ, այսինքն եթե ամերիկացի են, նախագահը ասում էր սրանց IQ-ն շատ ցածր է, անխելք են, այսինքն այս երկու կնոջը այդպես արտահայտեց եւ պետք է իրենց երկրից ինչքան շուտ երկրից հանել, ասացի աչ այդ կինը այստեղ ծնված մի կին է, այսինքն համարվում է ամերիկացի։ Այստեղ տեսնում եք իջնում են սրահն են իջնում հաքի թիմը, իսկ Էփստինին վերաբերող հիմա բանից դուրս է գալիս, որ մի բաներ Department of Justice-ը ինչ որ ֆայլերը Էփստինի պիտի բացահայտեին չեն կատարել եւ տարբեր ինտերվյուների, որտեղ այդտեղ Թրամփին մեղադրում են, որ Էփստինի հետ
երիտասարդ կանանց հետ հարաբերություն է ունեցել նախքան Թրամփը։ Եվ երբ ասում են, որ այդ 3 միլիոն էջ բացահայտել եք ինչու, հիմա իրենք ասում են մենք կվերանայենք, որովհետև շատ միլիոնավոր թուղթեր նաև չբացահայտեցին, ուրեմն չեն բացահայտել, որոշ նյութերը պահել են, withheld, տեսնում եք պահել են, չեն բացահայտել այս Էփստինի մասին։ Ներկայացնի տան անդամներից է հենց Կալիֆոռնիայի դեմոկրատ, որը ասում է մենք տեսել ենք այդ թղթերը, որ չեն բացահայտել, իրենք ասում են, որ հիմա նորից ռիվյու կանենք, տեսնում եք, եւ եթե մի բան կա, որ չենք բացահայտել, դա բացահայտելու ենք։ Հիմա ասացի միլիոնավոր էջեր պահեն են, ասել են, որ մարդկանց անուններ կան ներսը, որ վտանգավոր է, եթե բացահայտեն։ Ուրեմն եւ արտահայտություններ կա, որը ճշմարտությանը չի համընկնում, դրա համար Թրամփի մասին կա այնտեղ, դրա համար չենք բացահայտել այս տեղեկությունները։ Ուրեմն տեսնում եք, թվում է, որ այդպես ամեն ինչը չի, որ բացահայտված է։ Այստեղ նախագահ, այսինքն Էփստինի մեղադրանք է, այս կանայք են, ինչ որ տեսնում եք, դեմոկրատներն էին հրավիրել, ռեփաբլիկաններ ցանկություն չունի, բայց ռեփաբլիկանները կարող են հյուր հրավիրեն, դեմոկրատները կարող են հյուր հրավիրեն, սրանք այն կանայք են, որ Էփստինը, որ Թրամփի ընկերն է եղել մոտիկ, իրենց բնակարանները Նյու Յորքում նաև աշտարակները մոտիկ եղել, այս կանայք, երբ որ պատանի են եղել, Էփստինը հարաբերություն է ունեցել կամ որ իրենց ընկերներին է հրավիրել, որ հարաբերություն ունենան, ուրեմն Էփստինի accuser-ները այդտեղ տեսնում եք, այստեղ նաև այդտեղ ներկա են եղել, այև հետո խոսում են մասին, ներկայացնի տան անդամներից Վաշինգտոն նահանգի աչում տեսնում եք, որ իր կողքը կանգները հովանավորելու այս կնոջը, այսպես տեսնում եք դոկումենտներ, որ ամեն տեղ գծով սև են արել, որ ասացի եւ շատ այսպես տեղեկություններ կա ֆայլի մեջ Էփստինի, որ ինքնասպան եղավ 2019 թվին Էփստինը ինքնասպան եղավ, բայց իր ֆայլերը միլիոնավոր էջ թղթեր ունի, միլիարդատեր էր ինքը եւ այսպես massամբ բացահայտել են։ Ես մի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից Էփստինին վերաբերող ուրիշ տեղեկություններ, ինչ որ հիմա բացահայտված է, որ ոչ ոք տեղյակ չէր, երբ վերադառնամ դրա մասին պիտի խոսեմ եւ Գաթրիի մասին խոսեմ, այդ կինը, որ այսօր մոտավորապես 25 օրի անհետ կորեն է, դրա մասին խոսեմ, ծրագիրը հովանավորում է դոկտոր Բարսեղյանը, Մահտեսյանն են հովանավորում։ Ատամնաբույժներ են 372 իսկ Ալիվ փողոց, Ալիվ եւ Գլենոքսի ճիշտ հատման կետում են գտնվում, որևէ հարց ունեք ատամների հետ զանգահարեք, ժամադրություն վերցրեք այս ատամնաբույժերից, դիվայցելեք երբ որ ժամադրություն վերցրեք։ Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը։ Եթե դուք վարձակալ եք, վարձել եք բնակարան, առանձնատուն կամ ապարտման եք վարձել, այդտեղ պետք է դուք վարձը վճարում եք բնակելի բնակարանի համար։ Եթե այդտեղ մրջուն կա, միջատներ կա, պահարանը բացում եք, միջատները գալիս են, գնում են, կամ մուկա ձեր տանը որևէ տեղ Կալիֆոռնիայում ապրում եք, չի տարբերում։ Զանգահարեք այս հեռախոսահամարին ժամադրություն վերցրեք, դուք ոչինչ չեք վճարում, դուք զանգահարում եք, ոչինչ չեք վճարում, իրենք այդ բնակարանի որպիսությունը կճշտեն եւ եթե այդպես է, ձեզ պետք է հատուցում տան, ինքը դատի միջոցով ձեզ հատուցում է վերցնելու ձեզ համար, երբ վերցնի դուք կվճարեք, եթե չհաջողի գումար ձեզ համար կարողանա վերցնի, դուք ոչինչ չեք վճարելու։ Ծրագիրը հովանավորում է Orange Shipping հովանավորում է ծրագիրը։ Orange Shipping ձեզ է առաջարկում մի ծանրուց, եթե իրենց հանձնեք, հաջորդ ծանրուցը կես գնով կարող եք ուղարկել Հայաստան։ Օդանավով $2, pound-ը $2.99 է,
եւ գումար եթե փոխանցեք մի տոկոս եք վճարում դոկտոր Թավանսի ովանավորի մեծ ծրագիրը աչքի վիրահատող բժիշկ է երկու կենտրոններ ունի Գլենդելում Ջաքսոն փողոց եւ Քոլորադո փողոցի ճիշտ հատման կետում է հեռախոսահամար տեսնում եք իսկ նաեւ Orange County-ում իր նոր կենտրոնը բաց է արել գտնվում է Costa Mesa Orange County-ում որևէ տեղ Orange County ապրում եք կարող եք այս 31 տարվա փորձառություն ունի Աշկի վիրահատող բժիշկ է, եթե որևէ հարց ունեք աշկի հետ, ագնոց կարիք ունեք եւ ուրիշ հարցեր, այստեղ զանգահարեք, հանդիպեք այս մասնակետին կվերադառնա։ Ջեֆրի Էփստին, այդ մեծահարուստն ինչ որ Նյու Յորքում ապրում էր, այդ ֆայլերը իր տնից հանելն են, հիմա նոր տեղեկություններ Երևան գալիս, որ Բիլ Գեյթս մի ժամանակ աշխարհի ամենամեծահարուստ անձնավորությունը, այն անձը, որ ամենամեծ ոչ շահատիտական ընկերությունը բաց է արել աշխարհին օգնելու բիլիոնավոր իր հարստությունից հատկացրելն է, հիմա բանից դուրս է գալիս, որ իր կինը, որ բողոքում էր եւ իրենից բաժանվեց, մենք ունեցել է հարաբերություն, որ Ջեֆրի Էփստինը արմարացրել, իհարկե ինքը պատանի աղջիկների հետ հարաբերություն չի ունեցել։ Այդ Ջեֆրի Էփստինը հարմարացրել է իրեն ռուս աղջիկների հետ ծանոթացրել իր հետ։ Հիմա անցնենք առաջ եւ այս ֆայլերում հիմա բացահայտվել է այդպես։ Ասում է ես մեծ սխալ եմ տեղի տվել, որ Էփստինի հետ կարճ ժամանակ ընկերություն եմ արել եւ ես իմ սխալը ընդունում եմ երկու ռուս աղջիկների հետ հարաբերություն եմ ունեցել Էփստինի միջոցով եւ ուրիշ այդ անչափահասների հետ երբեք չեմ հարաբերություն միայն այս երկուսը մի ուրիշ սխալ այսինքն հակաօրինք մի բան չեմ արել եւ անկեղծորեն աշխատել է խոսի եւ պարտականությունը այդ սխալի պարտականությունը ընդունում եմ այսպես տեսնում եք հիմա միայն ամենածախում տեսնում եք Ջեֆրի Էփստինին եք տեսնում որ ընդունում է իր սխալը Լերի Սամերս ամենաաչում տեսնում եք նախապես որը Էփստինի հետ ծանոթ է եղել խորհուրդներ է տվել նախ Հարվարդի պրոֆեսոր եւ Հարվարդի համալսարանի նախագահն եղել նաեւ նախքան Հարվարդ լինելը այսինքն պրոֆեսորը նախքան համալսարանի պրոֆեսոր լինել այս երկրի գանձապահը այսինքն ելևմտքի նախարար է եղել Treasury Department-ն է ղեկավարել շատ ճանաչված անձնավորություն էր նա հիմա դասավանդում էր Հարվարդում այս պատճառով որ Էփստինի այս ֆայլերի մեջից իր անունը եկել է ուրեմն նա հրաժարվել է մեջտեղում մեկ գիտնականի եք տեսնում որտեղ նա նաև աղջիկների հետ հանդիպել է բայց ինքը հաշմանդամ է եղել մի բան չի արել բայց տեսնում եք այստեղ հաճույք է տանում աղջիկները իր հետ իր կողքին են եւ նորից Հարվարդի նախկին համալսարանի դիրեկտորին եք տեսնում Բիլ Գեյթը տեսնում եք ասում է ես Էփստինին չէի ճանաչում մեծահարուստ էր Նյու Յորքում ինչ որ հիմա գիտեմ իրեն մասին եթե անցյալում ավել ուշադիր լինեի բիզնես եմ ունեցել շատ զբաղված եմ եղել եւ եթե իմանայի այդ ժամանակ տվյալները տեղեկությունները չէի շփվի իր հետ այստեղ տեսնում եք Բիլ Գեյթ Էփստինին եք տեսնում որ կարճատև ընկերություն է ունեցել իհարկե եւ իրար հետ միասին գնացել են Գերմանիա, Ֆրանսիա, Նյու Յորք եւ Վաշինգտոն գնացել են, այսպես ասում է, եւ ես երբեք մի անօրինական մի բան իր մոտ չեմ տեսել, ինձ մոտ չի պատահել։ Երկու չափահաս կնոջ հետ ծանոթացել եմ, այստեղ տեսնում եք այդ չափահասները, այն ժամանակ ինքն էլ երիտասարդ էր, սա տարին 15 տարի կամ ավելի առաջ դեպք է,
իր կին կնոջը տեսակ միաժամանակ, որ հիմա իրենից բաժանվելն եւ Larry Summers, ասացի նախկին ճանաչված Հարվարդի պրոֆեսոր, Հարվարդի դիրեկտորը եւ Ելեմտքի նախարար կամ Treasury Secretary-ն եք տեսնում։ Ես ուզում եմ հիմա շարունակել ձեզ ասել էի անցյալում, հաղորդել էի, որ Սուզան Գաթրի 84 տարեկան կին Արիզոնայում Թուսան քաղաքից անհետ կորում է եւ 25-րդ օրն է որ փնտրում են 400 ոստիկաններ, մասնագետներ փնտրում են, չեն կարողանում ոչինչ գտնել։ Այն ոչրագործը ինչ որ թվում է իրեն տարեն է, մասամբ կարողացան իմանալ, որտեղ արյան բաղադրանքը ճարին իրենը, բայց որևէ ֆայլ չկա իր համար, գիտեք նրանք որ ոչրագործներ են, եթե FBI-ը նախկինում ձերբակալել է, իրենց արյան բաղադրանք ունեն, որ եթե միտեղ արյունը գտնեն, համեմատում են, տեսնում են այս անձը ուրեմն ռեկորդ չունեցել, բայց ինչ է պատահել այս կնոջը, դա է ինչ որ զարմանալի է, տեսնում եք դեռ շարունակում է, այսօր նորից հետ են վերադառնում բնակարան իրենը ամեն ինչը նորից քննելու, ասացի նոր investigator են բերել, որպես եթե վրիպերն են մյուսները նախկինում, ուրեմն նորից նայեն, տեսնեն 750 new tips մարդիկ զանգ են տվել եւ տեղեկություն են փոխանցել FBI-ին եւ այսպես տեսնում եք գալիս են տրան արչեւը ծաղիկ են տեղադրում այդ կնոջ բնակարանի արչեւը այս տեղին ծաղիկ մեկ հոգի որ իրեն կապ ունի նրան անտեղի այս անձին ինչ որ տեսնում եք անտեղի մեղադրում էին իրեն արյան կաթիլ վերջերեն եւ տեսեն են որ սա որևէ կապ չունի այն ինչ որ գտեն են եւ այս մարդը ասել է թերթին որ իմ անունս այնտեղ տվել են եւ ես շատ մտահոգ եմ որ ես կամ ուրիշ անմեղ մարդիկ որ հանկարծ այստեղ մեր անունը հայտնաբերվել է մեզ չկան վնասներ տան այսպես տեսնում եք այդ կողմեր ինչ որ ծերնոց դիմակեր տրել միայն աչքերն էր երևում այս բնակարանն է Արիզոնայում որտեղ ամեն օր նոր տեղեկություն են ավագում եւ մինչեւ 2 մայլս իր տան շրջապատը նաեւ աշխատեն է։ Սա իր դուսն է որ NBC հեռուստաալիքի հաղորդավար էր իր մայրիկի հետ տեսնում եք ընտանիքը 500,000 նվիրատվություն է արել ոչ ահաբեկչական National Center for Missing and Exploited Children այն երեխաներ ինչ որ կորերն են այդտեղ են օգնել 1 միլիոն տրամադրել են որ եթե կարողանան մեկը տեղեկություններ փոխանցի բայց դրանով հանդերձ թվում է ոչինչ տեղեկություն չունեն ես ուզում եմ հիմա շարունակել խոսել Նեբրասկայում ձեզ դեպք ցույց տամ Նեբրասկայում եթե շարունակենք տեսնում եք այստեղ մեքենաներ կանգնել են հանկարծ տեսեք ինչ է լինում Բարեբախտաբար երկու վարորդին կարողանում են մեքենայի միջից հանեն եւ տեսնում եք այդտեղ մարդիկ օգնում են իրենց մեքենայի միջից հանում են որովհետեւ այդտեղ ջուրի խողովակ կա ջուրը մասամբ պայթեն է ջուրը լցվել է այդտեղ ու եթե գիտեք ջուրը լցվում է դժվարկացություն է ստեղծում տեսնում եք այդ մեքենան է ինչ որ հիմա բախտավորին որ մեքենան կանգնած էր որտեւ եթե գնալիս լիներ երբ ավելի վնաս կլիներ նախքին պատկերը ինչ որ տեսակ այստեղ ինչ որ այստեղ տեսնում եք Փենսիլվանիայում է պատահել այնտեղ նաև այսպես էր եղել մեքենա անգնում է իր մեքենան ինչ որ իրեն հետևում էր այդպես էր նման դեպքեր շատ է պատահում իսկ Չինաստանում քիչ քանի օր առաջ Չինաստանում ցույց տվի որ մեծ այսպես խոշոր քանդվում է ոչ ոք նաև այդտեղ վնաս չի ստանում անգամ նրանք որ մեքենայի մեջ են եւ նաև այստեղ բախտավոր են մարդկային վնաս չի եղել մեքենայի եւ այլն վնասը որ կարելի է փոխարինել ես պիտի դադարեցնեմ երբ վերադառնամ հրդեհ տեղի ունենում Ֆլորիդայում իստրագիրը հովանավորում է դոկտոր Մարտին Ստեփանյանն է հովանավորում որը եթե
քթի ուրիշ գեղագիտական աշխատանք պիտի կատարեք, զանգահարեք այս հեռախոսի համարին, ժամադրություն վերցրեք, 20 տարվա փորձառություն ունի, գտնվում է Glendale Adventist-ի բժշկական շենքում է գտնվում իր գրասենյակը այդտեղը։ Ծրագիրը հովանավորում է Primate Pharmacy, հովանավորում է ծրագիրը Glenox եւ Highland փողոցի ճիշտ հատման կետում է։ Հեռախոս շատ հեշտ է, տեսնում եք այստեղ 818 6000777 զանգահարեք, եթե ցանկություն ունեք տեղերը ծրվեցնելու, կբերեն ձեր տանը կամ դուք գնացեք այս տեղատունը։ Չոփուրյան փաստաբանական գրասենյակն հովանավորում Հակոբ Չոփուրյան եւ իր երկու դուստրերը, երկուսն էլ փաստաբաններին ձեզ են առաջարկում, եթե ավտովթար ունենաք, ձեր մտահոգությունները հանձնեք իրենց, որպեսզի կարողանա այդ դատը շարունակեն։ Ուրեմն սա հեռախոսի համարն է 818 244 47 47 ձեզ մոտ նշանակեք հարկեղած ժամանակ զանգահարեք եւ ինչ ասացի ձեր մտահոգությունները իրենց հանձնեք, եթե ակսիդենտ եք ունենում։ Ես ուզում եմ հիշեցնել համազգային Սայատ Նովա այս մեծ խումբը երկչախումբը համազգայինի կոնցերտ է կազմակերպել հրավիրվել է Նունե Եսայան մեծ արվեստագետը հրավիրված է երգչուհին Նունե Ավետիսյանը կղեկավարի երեկոն եւ ուրիշ արվեստագետներ կլինեն այդտեղ Կիրակի մարտի 21-ին է բոլորը սրանք Կիրակի մարտի 21-ին Alex Theatre-ում է տեղի ունենում ձեր տեղերը ապահովեք համազգայինի Սայատ Նովա երկչախումբը կարող եք այնտեղ live օրքեստրա այնտեղ լինելու է գնաք այդ օրը մարտի 21-ին լսելու ձեր տեղերը ապահովելու համար զանգարեք այստեղ կվերադառնա Ֆլորիդայում խիստ հարավ արևմուտքում խիստ հրդեհները տեղի ունենում շարունակենք կտեսնեք այստեղ wildfires եւ մեծ վնաս է հասցրել 24000 acres հրդեհվել է հիմա պատկերացրեք Ֆլորիդայի հյուսիսում այնքան ձյուն է եկել մարդիկ չեն կարողանում տնից դուրս գան իսկ ներքևում հրդեհ այս երկիրը այնքան մեծ է այնքան խոշոր տարածք է երկրորդ կամ երրորդ ամենամեծ տարածք ունեցող երկիրն է այս երկիրը տեսնում եք մի կողմը ձյուն է մյուս կողմը հրդեհ է տեղի ունենում մեզ մոտ տեսնում եք եղանակը ինչպես չոր է արդեն անձրևեց մի ժամանակ հիմա տեղի չի ունենում այսպես ամեն տեսակ դժվարություններ տեսնում ենք wildfire տեսնում եք հիմա ես ուզում եմ ձեզ ցույց տալ Քոլորադոյում անցնենք առաջ Քոլորադո նահանգում տեղի է ունենում այս դեպքը մենք մեքենա շրջվում է տեսեք լրիվ ծռվել է չեմ իմանում կարողացաք տեսնեք այսինքն լրիվ upside down է կբարձր պոլիս գալիս է կտրում է մի տարածքը մեքենայի անձին կարողանում են որովհետև seat belt-ը երբեմն այդ տեսակետից վնաս է որովհետև չի կարողանում իրեն ազատի որովհետև մնում է ու չի բացվում ամենայն դեպս իրեն կարողանում են հանեն իրեն վնաս չի ասում մեքենան լրիվ վնասվել է բայց իրեն այս անձնավորությունը Քոլորադոում վնաս չի ասում իսկ ես հիմա ուզում եմ խոսել երկրի այս երկիրը ունի այս մեկ Surgeon General որը համարվում է այս երկրի բժիշկը այսպես նախագահ Թրամփը նոր անձի նշանակել է նախկին անձին հանեց աշխատանքից եւ գալիս են եւ վակցինի համար որովհետեւ հիմա Health and Human Services-ի առողջապահական նախարարության նախարարը ինքը Քենեդին է Ռոբերտ Քենեդի կրտսեր Ռոբերտ Քենեդին Ջունիոր ինքը հավատ չուներ վակցինների հետ միշտ տարիներ ասում էր վակցինները վնաս են հասցնում հիմա այդտեղ էր այս նոր անձին որ նշանակել են այնտեղ սենեթի անդամները իրեն հարց են տալիս արդյոք հիմա կարմրուկը շատ տարածվել է դու վակցինի հետ դեմ ես ու չի պատասխանում անընդհատ ուրիշ բանի մասին է խոսում Քասիդի որ
Republican-ը ինքը եւ բժիշկ է ինքը, մասնակետ բժիշկ է։ Իրեն քանի անգամ հարցնում է, ասում է, որ դու վակցինա հավատք ունես, որ կօգնի այս երեխաները, եթե կարմրուկի համար վակցին այն, գիտեք Կալիֆոռնիայում օրենք է բոլորը որ դպրոց պիտի գնան, պետք է կարմրուկի վակցինը սրսկեն։ Եվ միջմա այդպես վնաս մեկը չի տեսել կարմրուկից, մինչև 2000 թիվը կարմրուկը, որտեղ այս երկրում սրսկում էին, բոլորը սրսկում էին վակցինը, պատվաստանյութը սրսկում էին, կարմրուկը արմատախիլ էին արել այս երկրում, բայց այս վերջին ժամանակում, երբ որ ոմանք չսրսկեցին, երեխային դպրոց չեն ուղարկում, որ չսրսկեն եւ այլն, այսպես կարմրուկը հիմա խիստ տարածվել է։ Կալիֆոռնիայում ավելի քիչ է տարածված, օրինակ համար հարավային South Carolina վերջին 6 ամսվա ընթացքին մոտարապես 972 երեխա այնտեղ կարմրուկով բարակված է եւ ուրիշ հիվանդություններով։ Այսա ես ուզում եմ ցույց տալ այս կինը, ում որ տեսնում եք այստեղ առաջարկվել է Surgeon General Casey Means անունով եւ հարցերին հստակ չի պատասխանում, անընդհատ ուրիշ բան է պատասխանում, ասում է ով ուզում է կարող է սրսկի։ Ռոբերտ Քենեդի Ջունիորին եք տեսնում, որ նախարարն է, իրեն նշանակել է, այստեղ սենեթերն է, որ ինքը բժիշկ է եւ ինքը ռիփաբլիկան բժիշկ է, անընդհատ իրեն նորից ու նորից հարց է տալիս, մի ուրիշ բան է պատասխանում, էլի հարցնում է, որ դու այս հարցին պատասխանես, անգամ դոկտոր Oz, որը նա նաեւ այդ նախարարության մեջ պաշտոնյա է, այդ ինքը իրեն երբ որ հարցրեն, այս վերջին ժամանակ ասել այո, պիտի սրսկեն, այստեղ նաեւ Սենեթոր Սանդերսին եք տեսնում, որ այս կնոջը նորից հարցնում է միզելզի համար եւ ասացի հստակ պատասխան չի տալիս, հիմա պետք է քվեարկեն, որ իրեն նշանակեն, որպես այդ նախարարության անդամ թե ոչ։ Միաժամանակ մոռացա ասելու Քասեդի, ինչ որ քիչ առաջ տեսակ ասացի, Ռիփաբլիկանը այսինքն Սենեթի այդ բաժնի բժշկական հարցերի անձնախումբի նախագահն է, Թրամփը ասել է, որ իրեն էլ չի հովանավորելու, թեև ռիփաբլիկան է, մեկ ուրիշին կհովանավորի ռիփաբլիկան, որ կարողանա այս սենեթերը չընտրվի, ընտրությունը լինելու է իհարկե նոյեմբերին։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ պատերազմի Իրանի հետ ամփոփ խոսեմ այդ մասին, իսկ ծրագիրը հովանավորում է Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը։ Hollywood Piano-ն գտնվում է Փասադինայում։ 600-ից ավել տաշնամուր կա այդ խանութի մեջ, 1928 թվականից Hollywood Piano-ն աշխատում է։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Parker Ջահանգիրն է հովանավորում, ալերգի եւ ասմայի մասնակետ է, հեռախոսահամար տեսնում եք զանգարեք։ Անդրե Ղարիբյանը փաստաբանն է հովանավորում։ Եթե bankruptcy պիտի ֆայլ անեք, եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը կամ բիզնեսում եւ նաեւ եթե accident ունենաք, ավտովթար ունենաք, զանգարեք այս հեռախոսահամարին։ Rafi's Market-ն է հովանավորում ծրագիրը, Rafi's Market-ը գտնվում է Բրբանկում, պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք ճաշ պատրաստելու։ Դոկտոր Իբրահիմի հովանավորում է ծրագիրը, եթե թաթի վրա թաթի տակ վերք եք, հայլում եք շնչասպառ եք լինում, զանգարեք այս հեռախոսահամարին։ Իր գրասենյակները գտնվում է Orange County-ում, Commerce, Encino, Glendale, Glendale-ում 616 East Glen Oaks փողոց։ Jackpot-ն է հովանավորում ծրագիրը։ Կոշիկներ ունեն այնտեղ Jackpot Pacific փողոցի վրա է գտնվում, զույգը $10 է ընդամենը։ Նաև արտասահմանից բերված շապիկներ, կոշիկներ եւ այսպես տեսնում եք կարող եք գտնել այնտեղ, բայց ինչ որ սկզբում ցույց տվի ընդամենը իջեցրեն 10%, $10, որպեսզի ծախեն այդ կոշիկները։ Ծրագիրը հովանավորում է Սոնաֆե տարիցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը, իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, կտանեն ու ձեզ կվերադարձնեն։ Անաշե գիֆտն է հովանավորում ծրագիրը եւ ձեզ է առաջարկում այս ավելը։ Տեսնում եք այս ավելն է, որ կարող եք իրեն գլուխը այստեղ բաժանեք եւ արանքները որտեղ ուզում եք
մաքրեք, այսպես տեսնում եք, սա նույն ավելի մասնիկներն են, որ կարող եք բաժանել կամ տան ավելի օգտագործեք տան մեջ կամ այս փոքրիկը ամեն որտեղ դժվար է մաքրելը ընդամենը 49-99 են իջեցրել 69-99 գնաք խանութում կտեսնեք 69-99 է, բայց ես ասում եմ, որ դուք կարող եք գնալ եւ ասեք, որ տեսել եք այստեղից 49-99 այցելեք վերցնելու այս ավելը կվերադառնա։ Նախագահ Թրամփը վերջնագիրը տվել, որ վաղը վերջին օրն է, մի քանի ժամ հետո Եվրոպայում Ամերիկայի ներկայացուցիչները Իրանի ներկայացուցիչների հետ կհանդիպեն։ Նախագահը ասել էր 32,000 հոգի սպանվել են, երբ որ բողոքի ցույցեր բարձրացավ այս վերջին ժամանակ եւ ասել 32,000 սպանվել են, Արաքչի այդ երկրի արտգործ նախարար ասում է փաստերը ցույց տան, որտեղ այդպես չի եղել, իրենք մի քանի հազար հոգի ասում են սպանվել են եւ ոչ թե 32,000։ Ամենայն դեպս օրհասական թվում է օր կլինի։ Նախագահ Թրամփի պահանջն է, որ որևէ ատոմական ռումբ չպատրաստվի Իրանում։ Իրենք ասում են մենք կիջեցնենք 60%-ով հարստացրել են ուրանիումը 3.6%-ի։ Տեսնում եք Այաթոլլահ Խամենեին եք տեսնում 86 տարեկան է եւ իհարկե հետո Իսրայելի պահանջով նախագահ Թրամփը ուրիշ պահանջներ նաեւ դրել է, որ բալեստիկ միսայլ հեռահար զենքեր հրթիռներ չունենա, որովհետեւ հիմա ունի 1204 մայլ հեռավորության Իրանը հրթիռ ունի, որ ասում են դա չպիտի լինի, որովհետև եթե այդ լինի, Իսրայելին կարող է արձակվի, թեև Իսրայելը ինքը հակահրթիռի սիստեմ ունի, ամերիկյան ռազմանավը միջերկրականում եկել է Իսրայելին շատ մոտ, որպեսզի եթե պատերազմ տեղի պիտի ունենա Ամերիկայի Իրանի մեջ, այդ Ջերալդ Ֆորդը աշխարհի ամենամեծ ռազմանավը այդտեղ է պահպանելու Իսրայելը եւ իհարկե միայն մի ռազմանավ չէ, այս երկու ամենախոշոր ռազմանավները, մեկը Օման օվկիանոսի մոտ է, մյուսը միջերկրականում է եւ ամեն այդ խոշոր ռազմանավերը իրենց հետ նաեւ ունեն ռազմանավեր, որ նրանք էլ մեծ են, բայց այդ երկուսի համեմատ փոքր են համարվում։ Ամենայն դեպս վաղը կարևոր օր է, տեսնենք ինչ է պատահում։ Ծրագիր եկավ իր ավարտին, ձեզ կհանդիպեմ վաղը մի շնորհ հանդիպում։